Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ մայքուլիների վարժանց խորհրդարական ալիքն է։ Այսօր մենք պատրաստելու ենք, ինչպես ռուսերեն են սիրում ասել, սելյոտկա под шубой, ծովատարեղ մորթու տակ։ Իհարկե այս բառացի թարգմանությունը ինձ դուր չի գալիս, ես կանվանեմ ծովատարեղով աղցան։ Շատ համեղ աղցան է, որումից զարդարում է տոնական սեղանները, տոները մոտենում են, բայց մենք չենք սպասի տոները սկսելուն և կպատրաստենք ծովատարեղով աղցանը։ Ինչ է մեզ հարկավոր: 1-ից 2 բազուկ, գազար 2-ից 3 հատ, կարտոֆիլ կրկին 2-ից 3 հատ, ձու 2-ից 3 հատ, ծովատարեղի ֆիլե 200 գրամ, մայոնեզ 150 գրամ, կանաչ սոխ մի փոքր փունջ սամիտ զարդարելու համար։ Հիմա սկսենք անցնենք պատրաստման եղանակին։ Ինչպես ենք պատրաստելու: Այս աղցանի համար մեր բոլոր բաղադրիչները պետք է լինեն եփված վիճակում, նկատի ունեմ ձուն և բանջարեղենը, ուրեմն բոլոր այս բաղադրիչները թվարկած եփում ենք, թողնում ենք սառչի, կեղևազրկում ենք և անց ենք կացնում քերիչով։ Վերցնում ենք տորտի համար նախատեսված կլոր կաղապարը, կաղապարի պատերը տակը դնում ենք ափսե, կաղապարի տակը պատերը ներսից յուղում ենք, բոլոր բաղադրիչները ասացի եփում ենք, սառչում է, քերիչով անց ենք կացնում և արդեն սկսում ենք հավաքել մեր աղցանը։ Ուրեմն յուրաքանչյուր շերտ դնելուց հետո ասեմ, որ պետք է ավելացվի մայոնեզ։ Առաջին շերտը կանենք կարտոֆիլը, քերիչով անցկացրած տրորած կանենք առաջին շերտը, թեթևակի աղ, կտրատած կանաչ սոխ կտարածենք վրան։ Այնուհետև նայում ենք ըստ նկարի, դրանից հետո գազարը, երկրորդ շերտը կանենք գազարը, կրկին մայոնեզ, նրանից հետո ֆիլեն, ձկան ֆիլեն, կրկին մայոնեզ, այնուհետև պետք է լինի բազուկը, բազուկը կխառնենք մայոնեզի հետ, լավ կխառնենք և հաջորդ շերտը կլինի, դրանից հետո ես կրկին ավելացրել եմ գազար, կրկին մայոնեզ և վերջին շերտը, ուրեմն ձուն սպիտակուցը միայն տրորել, քերիչով անց եմ կացրել, այս սպիտակ հատվածը սպիտակուցն է և կենտրոնում տրորած դեղնուցն է, ինչպես տեսնում եք արդեն շուրջը զարդարել եմ սամիթով։ Այսօրվա համար այսքանը, պատրաստեք նաև դուք, շատ համեղ է ստացվում, կարող եք այսպես շերտերով պատրաստել, կարող եք խառը թասի մեջ, աղցանամանի մեջ բոլոր բաղադրիչները խառնել առանց շերտերը անելու, այդպես նույնպես գեղեցիկ է ստացվում, համեղ է ստացվում, ինչպես կցանկանաք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։